Ուրեմն քիչ առաջ ազգային ժողովում Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց է ուղղում ներքին գործերի նախարարին, հարցնում է, այ վերջերս ձեր համար ծառայողական մեքենա են ձեռք բերել, որն արժե 125,000 ԱՄՆ դոլար։ Եվ հաջորդիվ հարցնում է, արդյոք հնարավոր չէր ձեր համար ձեռք բերել ոչ թե 125,000 դոլար արժեք ունեցող մեքենա, այլ օրինակ 80,000 դոլար արժեք կրող մեքենա։ Ես էլ հարց ունեմ տիկին Գրիգորյանին, ոչ միայն ես, հայ ժողովուրդը հարց ունի Աննա Գրիգորյանին եւ իր քաղաքական թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, հարցը հետեւյալն է. արդյոք երբևէ տիկին Գրիգորյանը հանդգնել է իր քաղաքական թիմի առաջնորդին հարց տալ, հարցը հետեւյալն է. արդյոք հնարավոր չէր ապօրինի կերպով ձեռք չբերել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, 1 միլիարդի շեմը հատող պարտատոմսեր, 15 իրավաբանական անձում մասնակցություն, 1,4 միլիոն դոլար ավանդ եւ այսպես շարունակ։ Հետաքրքիր է, հարցրել է թե ոչ, եւ եթե նույնիսկ հանդգնել է հարցնել տիկին Գրիգորյանը, կարծում եմ, որ այս պարագայում սա այն դեպքն է, երբ հարցը շատ բարդ է եղել, իսկ պատասխանը շատ պարզունակ, ոչ հնարավոր չի եղել։